Բերլինից գործող Transparency International կազմակերպությունն ԱՄՆ-ի նոր վարչակազմում նկատում է մտահոգիչ նշաններ։ Կազմակերպության վերլուծաբաններից Ռոբերտ Բարինգտոնի խոսքերով, իրենք մտահոգված են ԱՄՆ-ում իշխանության կենտրոնացմամբ, շահերի բախմամբ, ընտանեվարման, բարեկամներին պաշտոններ բաշխելու փաստերով, ինչպես նաև մամուլը լռեցնելու փորձերով։ Սրանք պայմաններ են, որոնք կարող են իջեցնել երկրների սանդղակում ԱՄՆ-ի աստիճանը։ Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր չորացնել ճահիճը, վերացնել Վաշինգտոնում հին ծանոթությունների միջոցով հաստատված կապերը ու իշխանությունը հետ վերադարձնել ժողովրդին, սակայն իր փեսային սպիտակ տան խորհրդականի պաշտոնում նշանակելու հանգամանքն արդեն իսկ շահերի բախում է, որը կարող է մեծապես վնասել կոռուպցիայի դեմ պայքարում Ամերիկայի դերը։ Ամերիկան շատ կարևոր ու շատ հաջողված դեր է ունեցել այդ պայքարում և կարող է շարունակել այդ դերը միայն այն դեպքում, եթե կարողանա ուրիշներին հորդորել ապրել իր չափանիշներով, սակայն լուրջ խնդիր առաջ կգա, եթե անկում ապրեն իր չափանիշները։ Transparency International-ը նշում է, որ դեռևս չկան կոռուպցիայի իրական նշաններ և բարձր պաշտոններում Թրամփի ներկայացրած թեկնածուները հաստատվում են պաշտոններում, նրանցից ամենամանրամասն և խիստ ձնումների է ենթարկվել պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը։ Ինչպես Chatham House վերլուծական կենտրոնի վերլուծաբաններից Ջեյքոբ Պարակիլասն է ասում, Թիլերսոնը շատ ճիշտ գործեց, երբ անմիջապես հրաժարվեց Exxon-ի իր բաժնետոմսերից։ Կառավարության էթիկայի վարչությունն այդ պատճառով համեմատաբար հեշտությամբ կանաչ լույս վառեց նրա առջև։ Իսկ աշխարհի երկրների առաջնորդները, որոնք այս պահին ցանկանում են դրացիական հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի նոր նախագահի հետ, իրենց օրակարգերում դեռևս մեծ տեղ չեն հատկացնում ԱՄՆ-ում կոռուպցիայի հավանականությանն ու հնարավորությանը։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։